Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ։ Դուք երկուստ էլ գիտեք, որ օրենքն է գլխավոր իշխանավորը։ Օրենքի իշխանության պայմաններում դուք պետք է նախ եւ առաջ կատարեք օրենքի պահանջները, այսինքն գլխավոր իշխանավորը օրենքն է։ Վստահ եմ դուք սա հասկանում եք։ Այդ դեպքում ինչ եք դուք ձեզ պահում ինչպես բթամիտներ եւ օրենքից բարձր եք համարում ձեզ պաշտոն տվողի ձեզ այդ կարգավիճակում նշանակողի, բայց մոռանում եք, որ դուք հաստատված եք նաև, հաստատված եք նույնպես օրենքի գերիշխանություն ընդունող մարդկանց կողմից, որովհետև նրանք երդվել են սահմանադրությանը եւ այլն։ Հասարակ բան է, Հայաստանում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կամ հետո փոփոխությունների։ Այդպիսի հանձնաժողով ստեղծելուց առաջ բնական է պետք է լինի հայեցակարգ։ Հայեցակարգից առաջ պիտի լինեն հայեցակարգի հիմնադրույթները։ Չունեն սրանք։ Այս տկարամիտները դա չունենալով սկսել են սահմանադրական բարեփոխումներ։ Բայց կա մեկը, որ ոչ միայն ունի, այլ ունեցել է եւ տվել է ձեզ, տվել է մի քանի անգամ։ Հիմա սահմանադրական կուսակցների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը խախտելով այսօրվա իշխանավորը ձեզ նշանակած, բայց ոչ օրենքը նշանակած։ Օրենք իրենից առաջ է նշանակվել եւ օրենքը գործում է հազարամյակներ։ Ձեզ նշանակած մարդը խախտում է դա, խախտել է ոչ թե մեկ անգամ, այլ 5 անգամ։ Դրա հետևանքով մենք երկիր ենք կորցրել։ Եթե 14 թվականին Սերժ Սարգսյանը, հետո արդեն Նիկոլ Փաշինյանը 18 թվականին գոնե, երբ իրեն փոխանցվեց նախագիծը, նախահայեցակարգ, ապա նաև նախագիծը, ընդունածն էր, մենք նույնիսկ պատերազմ չէինք ունենա։ Դուք այնքան տկարամիտ եք, այնքան հակահայ, այնքան հակամարդ, որ չեք էլ կարողանում լսել ձեր բութ ուղեղներով, որ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետությունը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու մասին։ Եվ այդ ասողը ձեր անկախության տարած մարդն է, ձեր անկախության առաջնորդը։ Ուրախանում եք, չէ՞ որ ասում են այ իմ առաջնորդը։ Այո, նաև այ իմ առաջնորդը։ Բայց այմն է ձեզ բոլորից, ձեր պապերին ու տատերին առաջնորդել։ Դուք հիմա օրենք ուրանալով պաշտպանում եք ինչ-որ մեկի քմահաճույքները։ Նախազգուշացում համարեք սա։ Ոչ մի ներում չի լինելու ձեզ։ Եթե դուք ինքներդ չուղեք ձեր սխալները, դուք պիտի ենթարկվեք օրենքին, գլխավոր իշխանավոր օրենքն է։ Եթե դա չեք հասկանում, ուրեմն օրենքի ամբողջ խստությունը կզգաք ձեր դժբախտ ուսերին։ Աստված թող ձեզ խելք տա։